Բարձր խոլեստերին ունեցողները ինչ յուղայնությամբ կաթնամթերք ընտրել։ Բարձր խոլեստերին ունեցող մարդիկ պետք է օգտագործեն ցածր տոկոսով, ցածր յուղայնության տոկոսով կաթնամթերք 2-ից 5% պետք է չգերազանցի 5%-ը յուղայնությունը։ Օրինակ 2% յուղայնություն ունեցող կեֆիրը կամ մածունի մասին կխնդրեմ ավելի մանրամասն խոսենք, ինչ դրական ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա։ Մածունը, ինչպես նշեցինք, պարունակում է պրոբիոտիկներ, այն ֆերմենտացված բնական ֆերմենտացման ճանապարհով ստեղծված կաթնամթերք է, որը նպաստում է մեր մարսողությանը, կարգավորում է մեր աղիների միկրոֆլորան, դրանով իսկ բարելավելով մեր օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության վիճակները։ Մածունը նույնպես պարունակում է տրիպտոֆան, որը ելի ունի դրական ազդեցություն մեր քնի, մեր նյարդային լարվածության համար։ Նույնը կարող ենք ասել նաև կաթնաշոռի մասին, բժշկուհի, այն ցուցված է բարձր խոլեստերին ունեցողներին։ Եթե ցածր յուղայնությամբ կաթնաշոռ ընտրենք, բնականաբար ցուցված է։ Իսկ եթե մարդ չունի ավելորդ քաշի եւ խոլեստինի փոխանակության խանգարում, շատ ավելի նախընտրելի կլինի բարձր յուղայնությամբ կաթնամթերք օգտագործել, քանի որ դրանցից ավելի լավ են յուրացվում հանքանյութերը կալցիումը, ֆոսֆորը, որը ավելի կնպաստի մեր ոսկորների աճին։